Նայիրի կինոթատրոնը ամենահին կինոթատրոններից մեկն է։ Հայտնի է, որ 1920-ական թվականներին Նայիրի կինոթատրոնի շենքը տեղակայված էր այժմյան ԱԳՆ-ի շենքի տարածքում։ 1953 թվականին Գևորգ Թամանյանը նախագծում է Նայիրի կինոթատրոնի նոր տարածքը, որը գտնվելու էր Մաշտոցի պողոտայի եւ Իսահակյան փողոցի խաչմերուկում, որտեղ որ այն հիմա է։ Հայտնի է, որ ֆիլմերի ցուցադրությունից առաջ կենդանի երաժշտություն էր հնչում։ Մենք գիտենք, որ մաեստրո Մարտին Վարդազարյանը 2 տարի աշխատել է այդ նվագախմբում։ Հայտնի է նաև, որ Նայիրի կինոթատրոնի առաջին հարկում արվեստի տուն կար, որտեղ որ հավաքվում էին հայտնի գրողները։ Նայիրի կինոթատրոն էր սիրում այցելել նաև Ավետիք Իսահակյանը եւ Դերենիկ Դեմերճյանը։ Կինոթատրոնի տոմսն արժեր 25 կոպեկ։ Եթե կան մարդիկ, ովքեր հիշում են, թե 25 կոպեկով ինչ կարելի էր գնել այն ժամանակ, խնդրում եմ մեկնաբանության հատվածում գրեք։ Գոյություն ուներ կարգ, ըստ որի ֆիլմերը 1 ժամ 40 րոպե տևողություն պետք է ունենային։ Սակայն արտասահմանյան ֆիլմերն ավելի երկար էին։ Այդ իսկ պատճառով ֆիլմերը մասնատում էին 2 մասի եւ վաճառում 2 տոմսով։ Իսկ բնակիչները կարծում էին, որ դա մի քանի մասանոց ֆիլմ է։ Չեք հավատա, բայց Կրթության եւ Գիտության նախարարությունը տարիներ առաջ ուներ մի հրաշալի ծրագիր, ըստ որի այն աշակերտները, ովքեր ցանկանում էին տեսնել հայկական արտադրության ֆիլմեր, 100-ից 150 դրամ վճարելով կարող էին այն նայել Նայիրի կինոթատրոնում։ Ցավոք, այդ հրաշալի նախաձեռնությունը ընդհատվեց։